Հայաստանը պատերազմ են իրում։ Անխուսափելի է, այո։ Իրական որ թուրքերը իրանց թեմը Հենե մեր հողերը հետ են տան, օրեցօր մեզ թողում չեն, ամեն օր հետ են տան։ Քյումեսներ սահմանապահը կեմա ասում է, դուստեղ ինչ ես անում, դրա համար կովերս ծախալ եմ։ Կովերս ծախալ եմ, 25 գլուխ կովը ծախալ եմ։ Նոր եմ ծախալ, չեն թողում պահել գլուխում։ Դուք կյալվա մեզ հետ ապրեք, ինչ օգուտ պիտի ունենենք մենք դրանից։ Հավատում եք, որ պատերազմ այլևս չի լինելու։ Ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը կարող է խաղաղություն բերել։ Չէ։ Խաղաղության խնդիրը չի լինելու։ Դա ինչ որ ասում են նայել տալիս են։ Ոչ մի բան չի լինելու։ Հավատում եք, որ պատերազմ այլևս չի լինելու։ Ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը կարող է խաղաղություն բերել։ Ինչի պատերազմ եմ, եթե հանգիստ ստանում եմ ինչ որ ուզում եմ։ Հակահարց է։ Բայց Փաշինյանը կարող է բերել։ Նիկոլ, ինչի պատերազմի եթե տալիս ես։ Իրա մի զինվորը ինքը գնահատում է, դու չես գնահատում, 10,000 զինվորի չես գնահատել։ Դե պաշ չի, որ խաղաղություն ունի, մենք էլ հենք ստեղդի ապրիք մատան, դավաճանի մեջ մեր վաղերը տան, ոնց մեր ծախեցին դե եստեղ չի։ Այդ փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանի օգուտը ձեզ։ Ես տիպեներին քաղաքականությանը զբաղում չու ցավոտեմ, որ տիպեներին։ Արդեն ինձ համար մեկ է, դու լավ հասկացինց, ինձ համար մեկ է։ Ես որ մեր տանը չում, всё։ Որ պատերազմ այլևս չի լինելու, Նիկոլ Փաշինյանը կարող է խաղաղություն բերել։ Միսին դրան հավատալի է, պաստախ ինչ ունի։ Մի քիչ իրակոքուտ կինի, վնաս կինի, այդ վերխա կիմանա, մի քիչ իմանաք։ Հավատում եք, որ պատերազմ այլևս չի լինելու։ Ձեր կարծիքով Փաշինյանը կարող է խաղաղություն բերել։ Չգիտեմ, չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Մենք Ադրբեջանից օգուտություն ենք եղել։ Պարոն Փաշինյանն էլ Իրանից դուրս բան է անում։ Ժողովրդին խառնել է իրար։ Ես պոլիտիկայից լավ չեմ ասում։ Ըստ ձեզ կլինի պատերազմ նորից, թե չէ։ Դե պատերազմ ունես բանա, որ միշտ է լինում է, 100 տարի մեկ լինում է։ Ինձ չի հետաքրքրում տենց բաները, ճիշտ ասած։ Խաղաղություն լինի ինձ այդ այն բալիկներս։ Իսկ հավատում եք, որ պատերազմ այլևս չի լինելու, Փաշինյանը կարող է մեզ։ Իհարկե ոչ։ Այսօր ոչ մեկս վստահ չենք, թե վաղը մեր հետ ինչ կլինի։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանեմ, որովհետև ես մասնագետ չեմ։ Ես չեմ կարող այդ հարցին ճիշտ պատասխան տալ։ Եթե պաշտպանվելով մեր երկրի սուվերենությունը ու ինքնիշխանությունը, տեսնում եմ խնդիր չկա։ Կարծում եմ, որ եթե ապաշրջապակում լինի, մեր երկրի համար զարգացմանելի նոր կբացվի։ Այդքան։ Խաղաղությունը պետք է կարողանացինք ապահովել։ Եթե մենք կարողացանք մեր անվտանգությունը ապահովել նոր տեխնոլոգիաներով, ամեն դեպքում պետք է էլի մեր պաշտպանության նախարարությունը ուժեղացնել, մեր բանակը հզորացնել, պետք է նորագույն զենք զինամթերք ունենանք, որ կարողանանք մենք ինքներս պաշտպանել։ Այդ բոլորը գիտեք, որ վերացական է ինչ-որ տեղ ու ամենակարևորը, որ մենք կարողանանք ինքներս մեզ պաշտպանել։ Այդ դեպքում խաղաղությունը 100% կլինի։